Բարի գալուս սիվիլներ, տաղավարում հյուրընկալել եմ ընտրական համակարգերի մասնագետ Տիգրան Մուղնեցյանին։ Բարև ձեզ։ Տիգրան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, եւ այսպես արդեն հայտնի է հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի ընտրություններով քվեարկության նախնական արդյունքները եւ այդ նախնական արդյունքներով այս պահին կարծես 3 ուժ է անցնում խորհրդարան եւ դեռ պարզ չի 4-րդ ուժը տվյալ դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերջնական կհայտնվի խորհրդարանում թե ոչ, կարծես մի քանի 100 ձայն է իրեն պակասում 4% ուղիղ ունենալու համար, բայց այս պահին կա որ քաղաքացիական պայմանագիրը 49.8%-ով անցնում է խորհրդարան, ուժեղ Հայաստանը ավելի քան 23%-ով անցնում է խորհրդարան եւ Հայաստան դաշինքը ավելի քան 9%-ով անցնում է խորհրդարան։ Այ ինչի մասին է վկայում այս խորհրդարանի այս պատկերը եւ Բարգավաճ Հայաստանի անցնել չանցնելը ինչ ազդեցություն կունենա մանդատների վրա։ Ինչի մասին է վկայում, եւի դեռ պետքա ժամանակ անցնի, խմորվի եւ առհասարակ նաեւ 21-ի հետ համեմատվի, օրինակ տարածքային ով ինչպես է ընտրել եւ ինչպես են այդ ձայները տեղաշարժվել, բայց առնվազն բարձր մասնակցությունը լայն քաղաքական ներգրավվածության մասին է վկայում եւ ընդհանուր առմամբ իմ մոտ այն տպավորությունն է, որ չնայած խորհրդարանական համամասնական ընտրությունների մարդիկ տրամաբանորեն, ոչ անարդարացիորեն ընտրում են վարչապետի թեկնածու, այսինքն հիմնական վարչապետի թեկնածուների, այսպես ասած, միջև այդ ընտրությունը եղել, դրա համար ձայները, այսպես ասած, կոնկրետ ուղղություններով բաշխվել են, իսկ ինչ վերաբերվում է Բարգավաճ Հայաստանի անցնել չանցնելուն, այստեղ մի հատ կարևոր, այսպես ասած, աստերիքս կա, մեր այս հարցը կարող է չշոշափվել առհասարակ, եթե ընտրական օրենսգրքում այդ բացը չլիներ դաշինքների եւ կուսակցությունների, որը թույլ է տալիս մինչեւ 30% ոչ քո կուսակցության անդամի ցուցակում ունենալ, որը այսինքն որ նայենք Բարգավաճ Հայաստանի կուսակցության ցուցակը, դա բովանդակային առումով դաշինքի ցուցակ է, որի համար անցողիկ շեմա այլ պետք է լիներ, բայց քանի որ այդ հնարավորությունը կա Մայր Հայաստանի եւ նաեւ դեմոկրատական այլընտրանքի տարբեր տեխնացուների ներառել ցուցակում եւ ամեն դեպքում հանդես գալ կուսակցության կարգավիճակով, այստեղ դրա համար շատ 4%-անոց պատնեշի անցնել չանցնելու մասին ենք քննարկելու, եթե չեն անցնում այդ ձայների հատվածներ, այդ մանդատները վերաբաշխվում են, այսպես ասած, մնացած անցածների միջև, դա կնշանակի մոտ 5 մանդատի չափով, որտեվ 4%-ի մասին է խոսքը, 5 մանդատի մասով բաշխում, երևի 2-3-ը կավելանա քաղաքացիական պայմանագրի մոտ, մեկական էլ մնացածի կամ մնացորդից կախված, այսպես ասած։ Հասկանալի է։ Երբ որ նայում ենք ընտրությունների արդյունքները, կարծես այն ինչ կանխատեսվում էր տեղի ունեցավ այն առումով, որ գյուղական համայնքները, փոքր բնակավայրերը ավելի շատ իշխանությանն էին աջակցում եւ մեծ բնակավայրերը, հատկապես մեծ քաղաքները ավելի շատ ուրեմն ընդդիմությանը կամ գոնե այդ մեծ համայնքներում եւ մեծ քաղաքներում իշխանությունը մեծամասնություն 50+% չի ստացել։ Սա այն այսպես ավանդական ընտրական տրամադրություններն է, որ մենք գրեթե միշտ ունեցել ենք մեր պատմության ընթացքում, թե այս անգամ ինչ որ բան տարբեր էր։ Տեսեք, էլի մեկնաբանման հարց է, ու նաև պետք է փոքր-ինչ սպասել եւ այդ տվյալների վերլուծությունը կատարել, բայց օրինակ ես կարող եմ ամբողջությամբ ձեր ասածին համաձայնվել, որ այո, ընդդիմությունը ավելի պոպուլյար է եղել, բայց նաև կարող եմ հակառակ ձևով մեկնաբանել, օրինակ կենտրոնում գոնե ընտրատեղամասերի արդյունքները, որ ես գիտեմ եղել եմ այդ ընտրատեղամասերում 21 թվականին առաջի տեղում ընդդիմությունն էր, Հայաստան դաշինքն էր, հիմա իշխանությունն է, այսինքն այն տարածված պոպուլյար էլիտիստական, այսպես ասած, տեղամասերը, որ միշտ չեն ընտրել իշխանություն, հիմա կարող ենք հակառակ ձևով մեկնաբանել, բայց ամեն դեպքում երկու ընդդիմադիրների ձայները գերազանցում են նաև իշխանության, նաև այդ մասով կարելի է շեշտադրում կատարել։ Հասկանալի է, կարելի է ասել, որ ուժեղ Հայաստանը այս անգամ ուժեղ Հայաստանի էլեկտորատ այս անգամ հիմնականում Հայաստան դաշինքի էլեկտորատն էր։ Ինձ թվում է ոչ, այսինքն ինչ որ իմաստով 2021-ի էլեկտորատ։ Հասկանալի է, ինչ որ իմաստով այո, այսինքն այնտեղ 22% էր, բայց նկատվում է, որ այս նաև մասնակցության հաշվին իրենք իրենց ձայները բարձրացրել են եւ տոկոսային առումով նաև
այլ տեղերից նույն կարելի ասել պատիվ ունեն։ Միգուցե ընդդիմադիր ձայներն են, նրանք իրենց մեջ կլանել, գուցե նաև շատ փոքր այլ կուսակցությունների կարողացել են մոբիլիզացնել, այնպես որ ինձ թվում է ավելի շատ նաև իրենց արդյունքն է։ Իսկ եթե շատ նախնական փորձենք գնահատել, ապա ինչ գնահատական կարող ենք տալ օրինակ ընտրակաշառքի գործոնին եւ արտասահմանից Հայաստանի քաղաքացիներ բերելու եւ Հայաստանում նրանց ընտրելու հնարավորություն ընձեռելու այդ ֆինանսական ծախսերը հոգալու այս գործոնների ազդեցությունը, հա, արդյոք դրանք որևէ էական ազդեցություն ունեցել են, թե ոչ, որովհետև հաշվի առնելով այն քրեական գործերը, որ հարուցվում էին այս ընթացքում եւ այն նաեւ մեդիա ուրեմն արշավը, որ իրականացվում էր այդ ուղղությամբ։ Ճիշտ է, ես այդ բաներին կավելացնի էլեմենտներին նաեւ վարչական ռեսուրսի կիրառումը չարաշահումը։ Ըստ էության բոլորն էլ ինչ-որ չափով ազդեցություն ունեցել են, դուք շատ լավ նշեցիք, նախնական գնահատականը, նախնական գնահատականը ինչ-որ ազդեցություն ունեցել են, սակայն ամեն դեպքում կարծես ընտրողը մնացել է, այսպես ասած, քվեախցիկում մենակ եւ այդ հնարավորություն ունեցել է առանց վերահսկողության իր իրավունքը ընտրելու իրացնելու, այս առումով դա կարեւոր է եւ նաեւ գուցե բարձր մասնակցությունը դրա նաև արտացոլումն է։ Հասկացա։ Ինչ է նշանակում, երբ որ իշխանությունը չի ունենում սահմանադրական մեծամասնություն։ Կարծես չի ունենում այս ընտրությունների արդյունքում։ Կարող ենք շատ այտենց հաստատուն կերպով պնդել, որ չի ունենում, որտեղ շատ ծայրահեղ սցենարների դեպքում այդպես կարող է չլինել։ Դա նշանակում է, որ կարևոր հարցերում, օրինակ սահմանադրական օրենքներ ընդունելու հարցերում, օրինակ դրանցից մեկը ընտրական օրենսգիրքն է, կուսակցությունների մասին օրենքը, այլ օրենսգիրքերում փոփոխություններ կատարելու համար իրեն հարկավոր են լինելու համագործակցել, այսպես ասած, ընդդիմության հետ, եթե ոչ խմբակցությունների, գուցե առանձին պատգամավորների, նույն սահմանադրությունը կամ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու համար նույնպես հարկավոր է լինելու այդ 2/3-ը, այնպես որ այսինքն այդ համագործակցային գուցե մշակույթի խթան է ազգային ժողովում կամ ընդհակառակը հավելյալ բևեռացման ինչ որ էլեմենտներ։ Հա, որտեվ երեկվա ասուլիսը եւ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները կոշտ ամեն դեպքում համագործակցության մասին կարծես թե չէին, թեպետ իրավիճակ, ինչպես դուք եք ասում, ստիպելու է ինչ որ առումով համագործակցության եզրեր գտնել որոշակի հարցերում, գոնե խմբակցություններից որևէ մեկի հետ։ Ինչ է նշանակում չունենալ կամ ունենալ 3/5-րդ։ 3/5-ով կարևոր սահմանադրական մարմինների անդամների ընտրության հարցն է որոշվում, նաև նրանց այսպես ասած գործունեությունը դադարեցնելու, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մարդու իրավունքների պաշտպանի, ռադիոյի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եւ այլ նմանատիպ մարմինների, ու այս առումով եթե նախորդ գումարման խորհրդարանում քաղաքացիական պայմանագիրը ազատություն ուներ ինքնուրույն անդամներ նշանակելու, որտեղ օրենքը չէր պահանջում նաև խմբակցության, ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրում, այս իմաստով էլի կախված Բարգավաճ Հայաստանի անցնել չանցնելուց գուցե ստիպված լինի էլի համագործակցության եզրեր փնտրել։ Սահմանադրական մեծամասնություն երբ որ չի ստանում, միայն տվյալ դեպքում չի կարողանում սահմանադրական օրենքներում փոփոխություն մտցնել, թե 3/5-րդի դեպքում կարող է արդեն 3/5 ունենալու դեպքում կարող է սահմանադրական օրենքներում։ Այսպես չեմ կարող ասել։ Հասկանալի, այնուամենայնիվ վերադառնալով սահմանադրական փոփոխություններին, հա, սահմանադրական փոփոխությունները կարծես շատ կարևոր են ոչ միայն ներքին կյանքի ուրեմն հետ կապված, ներքաղաքական իրադրության հետ կապված, այլև արտաքին քաղաքական եւ ընդհանրապես խաղաղության պայմանագրի մասով։ Ինչ սահմանադրական մեծամասնություն չունենալը ինչ է նշանակելու այդ առումով։ Շատ բարդ հարց եք տալիս անկեղծ։ Չէ, նկատում եմ այդ առումով, այսինքն իսկապես ոչ մի տարբերակ չեն ունենալու սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու։ Նախաձեռնելու իմաստով, այսինքն նախաձեռնությունը 1/3-ով կամ կառավարության առաջարկությամբ կարող է հայտնվել խորհրդարանում քննարկման, բայց հենց հաստատելու համար 2/3 է հարկավոր։ Հիմա եթե 2/3-ը իրենք իրենցով կարծես չունեն, այլ մեխանիզմներ չկան,
նույն նախաձեռնության համար ստորագրը հավաքել է պետք, բայց ելի հաստատումը 2/3-ի վրա է դրված։ Այնպես որ այսինքն համագործակցության խնդիր կա, բայց գուցե նաև առանց համագործակցելու, այսինքն ընդդիմությունը գուցե քաղաքական, այսպես ասած, ռիսկի գնա, ցույց տալու, որ նույնիսկ այդ դեպքում գուցե սահմանադրությունը չանցնի, որտեղ սահմանադրության անցկացնելու համար, արդյունքները հաստատելու համար հանրաքվեի, նաև բարձր շեմ է սահմանված մասնակցության մասով եւ այդ առումով գուցե նաև ընդդիմությունը փորձի ցույց տալ, որ այդ աջակցությունը չունի հանրաքվեի ճանապարհով սահմանադրությունը փոխելու։ Այնուամենայնիվ, եթե ընդդիմությունը չի համաձայնում, չի համագործակցում իշխանության հետ այս ուժերի դասավորվածության պայմաններում սահմանադրական փոփոխությունների հարցում, այդ սահմանադրական փոփոխությունները ազգային ժողովում կարող են ուղղակի, այսինքն նախաձեռնությունը ազգային ժողովում ուղղակի կարող է տապալվել ու վերջ։ Այո։ Ճիշտ եմ հասկանում։ Հասկանալի։ Եվ վերջին հարցը այն ուժերի մասին է, որոնք թեպետ չեն անցել խորհրդարան, բայց ստացել են 2%-ից ավելի ձայն։ Երկու ուժ է, եթե չեմ սխալվում, այս պահին այդպիսի ուրեմն ձայների այդպիսի խճանկար ունեն, այդպիսի պատկեր ունեն, մեկ Արման Թաթոյանի ղեկավարած Միասնության Թևեր կուսակցությունն է, երկրորդը Շնորհապետական կուսակցությունն է։ Կասեք ինչու է սա կարևոր իմանալ։ Սա կարևոր է, որտեվ մեր հանրային միջոցներից է նախ այդ գումարը գնում եւ զգալի գումար։ Այսինքն այդ կուսակցությունները ֆինանսավորվելու են պետության կողմից։ Պետ բյուջեից, այո, նախնական թվերով կարելի ասել տարեկան 30 միլիոն, 5 տարվա համար 150 միլիոն դրամ, բայց այստեղ էլի կարևորը հիշել են ինչ Բարգավաճ Հայաստանի համար ասացինք, նաև կիրառելի է Միասնության Թևերի համար, որ ըստ էության էլի շանտ կուսակցության հետ բովանդակային առումով դաշինքի մեջ էր եւ եթե այդ բացը չլիներ օրենսդրական, նրանք այդ ֆինանսավորման համար իրավունակ չէին լինի։ Դրա համար, որտեղ իրանց դաշինքների համար արդեն պետք է անցողիկ շեմը հաղթահարվի, որպեսզի պետությունից ֆինանսավորում ստանան։ Բայց այս իմաստով երկու կուսակցություններն էլ կարող են այդ ֆինանսները ուղղել, այսպես ասած, 5 տարում կուսակցաշինության համար եւ ավելի լավ այսպես ասած մրցակցային դառնալ մյուս ընտրությունների համար։ Իսկ նախորդ փորձը ինչ է ասում, մենք ունեցել ենք կուսակցությունները, որոնք ստացել են այդ գումարը եւ մասնավորապես Հանրապետություն կուսակցությունը, որ 5 տարի պետությունից ֆինանսավորում ստացավ եւ կարծես չկարողացավ իրացնել, այո, չիրացնել ոչ միայն խորհրդարանում չհայտնվեց, այլ նույնիսկ զրկվեց էլ պետական ֆինանսավորումը ստանալու հնարավորությունից։ Այս մասով մեկ էլ փոփոխություն ունենք Հայաստան դաշինքի մի կուսակցության դեպքում, որտեղ այն ժամանակ վերածնվող Հայաստան եւ Դաշնակցությունն էր, հիմա Դաշնակցությունը մնացել է եւ երկրորդ կուսակցությունը աչակողմյան կուսակցություն, կարծեմ այդպես։ Չեմ հիշում անունը։ Այսինքն գաղափարն այն է, որ կուսակցությունները, որոնք հաղթարում են ինչ-որ շեմ, թեպետ չեն ասում խորհրդարան, իրենք ունենան հնարավորություն հավելյալ ֆինանսական միջոցներ ստանալ պետությունից, որպեսզի այլ աղբյուրներից կամ չգիտեմ օլիգարխի կամ այլ աղբյուրներից կախվածություն չունենան եւ այդ կերպ նպաստեն իրենց կուսակցության հետագա ամրապնդմանը։ Այո, օրենքի տրամաբանությունը այդպեսին է, որ միշտ որ դա աշխատում է։ Դե առնվազն այնպիսի կուսակցություններ ունենք, որ հարց է արդյոք պետությունից տված այդ զգալի գումարները իրենց քաղաքական առաջնորդներից, որոնք բիզնես ինչ որ փոխկապակցվածություններ ունեն ուղիղ իրենցից կախվածությունից հանելու է, էլի այսպես շատ։ Ու կարծես վերահսկողություն էլ չկա, չէ՞, այսինքն որևէ հաշվետվություն ներկայացնում է կուսակցությունը ոնց է ծախսել այդ գումարները, չի արել։ Անկախ պետությունից ֆինանսավորում ստանալու հանգամանքի բոլորը պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել իրենց ելքերի եւ մուտքերի մասով, բայց պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունը նաև հավելյալ պարտադիր աուդիտ են անցնում։ Այո։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ։ Սիվիլիա տաղավարում ես զրուցեցի Տիգրան Մողնեցյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։